Հիմա Եվրոպան բացում է Հայաստանի առջև իր շուկան։ Ոչ, ասեմ ավելին, մասնակի եվրոպական շուկան բաց է, թերևս 2015 թվականից GSP+, SEPA եւ այլն։ Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, որ խնդրեմ տարեք Եվրոպայում վաճառեք։ Ինչի չեն տանում, շատ բարձ պատճառով։ Բացի եվրոպական ստանդարտներից Եվրոպայում գործում է կվոտավորման խստագույն համակարգ, որը ներում բեկում չունի։ Այդ վրացիները այդքան խելք չունեին, հա, որ որոշեցին դիվերսիֆիկացնեն իրենց քաղաքականությունը դեպի ԵԱՏՄ։ Կամ նույն Ուկրաինան, որը պատերազմի մեջ փողով, զենքով զինում են, բայց ոչ մի ուկրաինական ապրանք չի մտնում Եվրոպա։ Մենք պետք է շատ հստակ եւ պարզ հասկանանք, որ այդ դեպքում այո ունենալու ենք տնտեսական կոլապս, որը կրկին սրանք մեղսագրելու են ռուսների վրա, ասելով տեսեք ռուսները փակեցին սահմանը։ Օրինակ, այն պարագայում, որ ռուսաց մախբեր ուզում ես գնաս Եվրոպա, գնա, ես դեմ չեմ, բայց դու չես գնա Եվրոպա իմ վզին, իմ հաշվին, իմ ռեսուրսների հաշվին։ Մեր սիրուն աշկերի համար են, օրինակ ցորենը մեզ վաճառում, որ սրանք առավոտից իրգունյա ճաղում են մեջտեղից, ցորեն ենք բերում Ադրբեջանի տարածքով։ Նախ Ռուսաստանի տարածքով էլ է մտնում, մի քիչ չգիտեն, էլի քարտեզը։ Երկրորդը ԵԱՏՄ-ի ներքին շուկայական գներից է, որոնք զգալիորեն անգամներ ցածր են միջազգային գներից։ Ցորենի վրա են մենակ բերում օրինակ։ Եվ հաշվի առնելով այն, որ օրինակ աշնանը սպասվում է բավականին լուրջ մթերային համաշխարհային առումով մթերային լրջագույն կրիզիս Հորմուզի նեղոցի փակման պատճառով այնտեղ պարատանյութերի 40%-ը չի հասել զգարնանացանին, դե լավ սենց ասենք, հա, ապա ինչ է լինելու, դե լավ հակառակը նայենք, ծիրանը որտեղ ենք մենք վաճառելու, լոլիկը, ծիրանը, ծաղիկը, տո չգիտեմ, ամեն ինչ որտեղ, դες էլ ալկոհոլի մասին չեմ էլ խոսում, վրացիները ամեն ինչ արեցին, ամեն ինչ, հնարավոր եւ անհնարինը, որ իրենց գինին մտնի եվրոպական շուկա, ինչի չմտավ։